Մեկ անգամ ևս ասենք փառք Տիրոջ, եղբայրներ, քույրեր, իր առատ ողորմության համար, իր սիրո համար, որ ինչքան էլ մարդը իր ճանապարհներում անկում ունենա, ինչքան տգարություններ ունենա, Աստծո սերը չի վերջանում, Աստծո սերը մարդու վրա է, Աստված մարդուց սիրում է։ Ուզում եմ Սուրբ գրքից մի համար կարդամ եւ որի շուրջ պիտի մենք կիսվենք։ Դա Առակաց գրքի 16-րդ գլուխ 9 խոսքն է։ Առակաց գիրք 16-րդ գլուխ 9-րդ խոսք։ Մարդի սիրտը խորում է իր ճանապարհը, բայց նրա քայլերը Տերն է հաստատում։ Եթե նայենք մեր վիճակին, մարդը նա իր վիճակին այսօր, մարդու մոտ ինչեր է կատարում։ Մարդիկ դարել են անհամբեր, ամենափոքր հարցից անմիջապես բարգանում են, դիմացինի խոսքը միշտ իրանց դուր չի գալիս, ասենք ծնողները, երբ որ խոսում են, շատ անգամ ծնողներին դեմ են դուրս գալիս, հետո մի իրավիճակը հասնում, որ ինքը դառնում է սկսում է հիասթափվել։ Այդ հիասթափության մեջ ընդհուպ մինչև մի պահ հասնում, որ մարդը ավելի շատ ահավոր վիճակի մեջ հիասթափված, ինչ ասում, ուզում է մեռնի։ Ասում է մեռնեմ, պրծնեմ։ Ինչու համար մարդ այսօր այդպիսին է դարել։ Ինչն է պատճառ, սիրելիներ, որ այս դժվարության մեջ, այս ֆորոգայթների մեջ պտենգնի, նույնիսկ մարդ, որը Աստծուն գիտի, ինչպես եղբայրը խոսեց, հավատքի մարդ, որը Աստծո առաջ է, ինչու այս բաները մարդուն պատահում են։ Ինչպես երեք խոսեցինք այն փշերի մասին, ինչու համար այդ փշերը պիտի գան եւ մարդուն, ասենք, ծագեն եւ թույլ չտան, որ մարդը կարողանա ազատ լինի, այսինքն մարդու ներսը նեղվի։ Եթե ուշադրություն դարձնենք Սուրբ գրքում գրված էր. մարդու սիրտը խորում է իր ճանապարհը, բայց քայլերը հաստատողը Աստվածն է։ Դրանից մի քիչ վերև որ գնանք, երկրորդ խոսքի մեջ գրած է, նույն գլխի, երկրորդ խոսքի մեջ գրած է. մարդու սրտին են իր տրամադրությունները, բոլոր տրամադրությունները, բայց ամեն բան որոշող հաստատողը Տերն է։ Այդպես ասում է Աստծո խոսքը, սիրելիներ։ Որից հետո ասում է, որ մարդու աչքին իր ճանապարհները ուղիղ կերևան, բայց երբևիցե մարդու աչքին դիմացինի ճանապարհ ուղիղ չի երևում։ Իր աչքին են ամեն բան ուղիղ երևում, ու մենք պետք է սրա համար խորենք։ Վիճակից դուրս չեն կարող գալ, հիասթափություն առաջանում, մտքով էությամբ մենք հասկանում ենք։ Մարդն այսօր գիտակցում է, որ փրկողը Տերն է, ազատող Աստվածն է, Աստված ամենակարող է։ Ոչ մի հարց մենք չունենք այսօր պրոբլեմ, որ ասենք Աստված չի կարողանի։ Գիտենք այդ ամեն բանը։ Մեր սխալը գիտակցում ենք, հասկանում ենք, իրավիճակին հասնում ենք մեր իրավիճակի մեջ եւ վերջակետ ենք մենք դնում այդտեղ։ Համակերպվում ենք մեկ բանի, որ այս վիճակից հնարավոր չի դուրս գալ։ Ու մարդը համոզվում է, որ ինքը երբեք չի կարա փոխվի։ Այստեղ մարդը միշտ տեղ ասնում, իսկ ես ուզում եմ Սուրբ գրքից խոսեմ այն, որ մարդը պետք է դրանից շարունակի առաջ գնալ, Աստծո առաջ ապավինի ամբողջությամբ Տիրոջը։ Գաղափարը, էությունը, հասկացածը, մտածելակերպը բոլորը հիանալի են գործում։ Մենք այսօր ավետարանի խոսքերը բոլոր անգիր համարը գիտենք։ Մենք եթե որևէ մեկին հարց տանք Սուրբ գրքից, բոլորս ճիշտ պատասխան պիտի տանք։ Երբեք սխալ պատասխաններ չենք տա։ Եթե ասեն քեզ վիրավորել են, մենք չենք ասի, որ մենք էլ վիրավորենք։ Եթե քո վրա գոռացել են, մենք չենք ասի, թե մենք գոռանք։ Եթե ասեն ձեզ անիծել են, մենք չենք ասում, մենք էլ կանիծենք։ Պատասխաններ գիտենք, չէ՞ ինչպեսին է։ Ինչպես Աստված ինչ է պահանջում մեզանից։ Դա ունենք, հասկացածը, գաղափարը, բոլոր ամեն ինչը կա, բայց այն գործը, որ մենք պիտի գործենք, ինչպես եղբայրը խոսեց, այդ գործը այսօր դատարում է, բայց ինչպես պիտի դա անենք, սիրելիներ։ Նույն Առակաց գրքի 19-րդ գլխից ուզում եմ համար կարդամ, Առակաց 19-րդ գլուխ 21 խոսք, 20-րդ խոսքից կարդամ. խորհուրդ լսիր և խրատ ընդունիր, որ հետի ժամանակումդ իմաստուն լինես,
Շատ դիտավորություններ կան մարդու սրտում, բայց Տիրոջ խորհուրդը կմնա հաստատ։ Խորհուրդ լսիր, խրատ ընդունիր, որ հետին ժամանակը իմաստուն լինես։ Աստծո խոսքը լսում ենք, խորհուրդները ամեն ինչը կարծես լսում ենք, բայց դրանք մեր կյանքի մեջ չկա, որ մենք իմաստուն լինենք եւ կարողանանք քայլել այնպես, ինչպես Աստվածն ուզում, որտեղ գրված է շատ դիտավորություններ կան, որտեղ մարդու սրտի մեջ շատ դիտավորություններ կան, բայց ինչ ասում Սուրբ Գիրքը, Տիրոջ խորհուրդը կմնա հաստատ։ Հավիտյան, այսինքն Աստված ինչ որ խորհուրդ ունի, նա երբեք չի փոխի Աստված։ Երբեք Աստված իր որոշումները չի փոխում մարդու համար։ Մենք շատ անգամ մի կարկամի դիրք ենք ընդունում, որ փոքր երեխայի նման ենք դառնում։ Եթե փոքր երեխային հանդիմանում ենք, անկյուն ենք կանգնացնում, այդ երեխան գնում է կանգնում է անկյուն։ Բայց աչքի տակով ինքը զննում է ծնողին։ Անընդհատ երեխայի ուշադրությունը ծնողի դեմքին է։ Հələ տեսնի թե ծնողի հայացքը փոխվեց թե չփոխվեց։ Երբ որ հանկարծ ծնողը ժպտաց, երեխան վազի անմիջապես ծնողի մոտ կմոռանա, որ իրան անկյուն են կանգնացրել։ Բայց քանի որ տեսնում է, որ իր մամայի դեմքը մռայլ է, նա շարունակում է այդ իր լացը շարունակել։ Այնքան լաց կլինի, որ մինչև ծնողի սիրտը շարժի։ Դե ծնողն էլ ասենք սիրտը վերջ շարժվի, չէ՞, վերջ կգնա երեխային վերցնի։ Մենք շատերս այսօր հավատքի կյանքի մեջ այս կարգավիճակն ենք ընդունել Հիսուսի առաջ։ Տեր Աստված խղճա ինձ, մի անգամ մեկնաղոտ կերանում ասում էր, Տեր Աստված խղճայել է ինձ, տեսնում ես այս վիճակս, քո ողորմությունները ինչի ես խնայում, մի խնայի Հիսուս ինձանից, այսինքն սխալ աղոթքներ անում, այսինքն այն կարգավիճակն անում, որ Տեր ինձ հանի այս վիճակից, ողորմություն արա ինձ ազատի այս վիճակից ես դուրս կամ, ներսս տխուր է, ուրախություն չկա, հավատքի կյանքի մեջ վախենում եմ, թե մինչև վերջ կարամ դիմանամ, թե չէ, ամեն ինչ փոխվում է մեջս եւ մարդը սա միշտ մտածում է, բայց Աստված նայում է մարդուն եւ ասում է Աստծո խորհուրդը հաստատ կմնա, միշտ հաստատ կնա մարդու համար, որովհետեւ Աստված ուզում է մարդու դարձը, որ մարդը դառնա եւ Աստված փոփոխություն տա։ Հոբի կյանքից ուզում եմ մի տեղ կարդամ Հոբի խոսքերից, դա գրված է Հոբի գիրք 23-րդ գլուխ 13 խոսքը։ Հոբի գիրք 23-րդ գլուխ 13-րդ խոսքը, 12-ից կարդամ։ Նրա շրտունքների պատվիրանքներից չեմ շեղվել, իմ կանոնից ավելի պահեցի նրա բերանի խոսքերը, ինչ ասում Հոբը, նրա շրտունքի պատվիրանքներից չեմ շեղվել, իմ կանոնից ավելի պահեցի նրա բերանի խոսքերը, բայց նա մեկ մտքի վրա է, ով նրան կդարձնե և սրտի ուզած անում է։ Հոբը ինչ էր հասկացել։ Հոբը իր կյանքը որ տեսամ ասեց, ես նրա ասած բոլոր պատվիրանքները ինչ որ Աստված արել է իմ համար, ասել է, ես չեմ շեղվել։ Իմ կանոնից էլ, իմ գաղափարից էլ, իմ իմաստությունից էլ, իմ արտարությունից էլ, ամեն բանից վեր ես դասել եմ Աստծո խոսքը։ Եվ ինչ է ուզում ասի։ Ասում է նա մեկ մտքի վրա է, այսինքն երկրորդ միտք ասում է չունի Աստված, նա մարդու համար մեկ մտքի վրա է, իր սրտի ուզածն անում է։ Սիրելիներ, ինչ սիրտ ունենք հիմա Տիրոջ առաջ, եթե Տերը մեզ խոսել է, որ մենք այս վիճակից դուրս պիտի գանք, որ մենք պիտի դառնանք, Աստված այդ մտքի վրա է։ Մենք երբեք չմտածենք, թե եթե Տերն ասել է սխալն ունեմ, ես ուզում եմ դրա մեջ մնամ եւ երկնային ուրախությունը վայելեմ, եւ Աստված ինձ այցելություն անի, փոխի օրնի զորացնի, մենք սխալված կլինենք։ Աստված մեկ մտքի վրա է, որ մտքի վրա, ինչ որ ինք տեսել է մեր սրտի մեջ, որ մենք պետք է դառնանք, Տերը դրան է սպասում։ Ուրեմն հարցը մեզ է։ Մենք պետք է դառնանք, որտեղ Աստված մեկ մտքի վրա է, նա իր սրտի ուզած անում է սիրելիներ, ու մենք պետք է խոնարհվենք Տիրոջ խոսքի առջև։ Երբ որ ժողովրդին Մովսեսը հանել էր Աստծո զորությամբ Եգիպտոսից, ժողովուրդը հասան միտեղ եւ ինչ արեց ժողովուրդը։ Սկսեցին Աստծուց հեռանալ։ Ես կարդում եմ Ելից գրքի
32-րդ գլխի 7-րդ խոսքից, Ելից գիրք 32-րդ գլուխ 7-րդ խոսք։ Եվ Եհովան ասեց Մովսեսին. գնա իջիր, որովհետև ապականվեցավ քո ժողովուրդը, որ Եգիպտոսի երկրիցը հանեցիր։ Շուտով խոտորեցին այն ճանապարհից, որ իրանց պատվիրեցի, իրանց համար ձուլածով որ չինեցին, նրան երկրպագություն արին, նրան զոհեր մատուցրին եւ ասեցին. սրանք են քո աստվածներով Իսրայել, որ քեզ Եգիպտոսի երկրից հանեցին։ Եվ Եհովան ասեց Մովսեսին. այս ժողովուրդը տեսա, եւ ահա խստապարանոց ժողովուրդ է նա։ Տերը տեսավ, որ խստապարանոց ժողովուրդ է նա։ Աստված նայում էր, եթե ժողովուրդը այդ վիճակի մեջ լիներ, Աստված տեսավ, որ նրանք խստապարանոց ժողովուրդ են, մինչև նրանք չզղջային, մինչև դարձի չգային, Տեր իր ողորմությունը չէր անի։ Մենք Սուրբ գրքի մեջ չենք տեսել, որ այդտեղ որ Աստված տեսնի, որ մարդիկ սխալի մեջ են, իրանք սխալներով շարժվում են, եւ Տերը սկսի օրհնություններ լցնել այդ մարդու կյանքի մեջ, մինչև որ մարդը դարձի չգա, եւ մինչև որ մարդը չդառնա։ Այն եթե ուշադիր նայենք օրինաց գրքի մեջ, օրինաց գրքի 5-րդ գլխի մեջ գրված է, երբ որ ժողովուրդը հավաքվեցին Մովսեսի մոտ, ասեցին Մովսես, երբ որ դու լեռը կբարձրանաս, Աստծու հետ կհանդիպես, Աստծուն ասա, որ մենք իր պատվիրանքները կպահենք, ինչ որ Տերն ասում է, մենք դա պետք է անենք։ Մովսեսը դա երբ որ ասեց Աստծուն, Աստված չասեց, թե ինչ վատ բան են ասում։ Աստված ասեց, լավ են ասում։ Երանի նրանց սրտերն էլ այդպիսին լիներ։ Երանի սիրելիներ, մեր սրտերը լիներ այնպիսին, ինչ որ մեր հասկացողությունն է այսօր։ Դեպի Աստված։ Մենք գիտակցում ենք, մենք ուզում ենք սրբության կյանքը, մենք ուզում ենք Տիրոջ հետ քայլել, մենք ուզում ենք Տիրոջ խոսքը պահել, սրբությամբ, մենք շատ սխալներ տեսնում ենք մեր կյանքի մեջ, ուզում ենք հրաժարվենք, դեմ կանգնենք դրան, այդ գաղափարը հասկացողությունը ունենք, երանի մեր սրտերի մեջ էլ այդպեսին լիներ եւ մենք փոխվեինք, եղբայրներ քույրեր։ Եվ ահա հիմա կանգնում է մարդը մի տուփիկի առաջ։ Ինչպես անեմ, որ այս վիճակից դուրս գամ։ Ուզում եմ կարդամ Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 23-24 խոսքերը։ Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 23-24 խոսքերը։ Ասում է, եթե քո ընծան պիտի մատուցանես եւ այն ժամանակ հիշես, որ քո եղբայրը քո դեմ բան ունի, թող քո ընծան այնտեղ գնա առաջ հաշտվի, նոր արի քո ընծան մատուցրու։ Սա մենք գիտենք։ Եվ հիմա այն պահանա, որ մենք հասել ենք մեր վիճակի մեջ, որ մենք շատերս բողոքում ենք։ Ներսս խաղաղություն չկա, օրհնություն չկա, ես ինչ անեմ, ուզում եմ Աստծո առաջ սրբությամբ դառնամ եւ չկա։ Ինչու է այս բաները կատարվում։ Հիմա ենթադրենք որևէ քույրիկ իր մամայի խոսքին չի համբերել եւ գոռում է իր ծնողի վրա։ Վիրավորում իր մամային։ Դա հաճախակի է լինում, աղջիկ երեխաներ հիմնական իր մամաների խոսքը որ ասում է, չգիտեմ թե ինչու են բարգանում։ Եվ իրանք այդ բարգությամբ վիրավորում են, գոռում են իր վրա։ Հետո որոշ ժամանակ հանդարտվում են եւ սրտի մեջ ասում են. Տեր Հիսուս, ներիր ինձ, ես սխալ եմ։ Ու անցան առաջ, հոգեոր կյանքս լավ չի, տխրություն ունեմ եւ այլն։ Ինչն է պատճառ սիրելիներ։ Մենք սխալ ենք արել, մենք վիրավորել ենք ծնողին, դիմացինին, որևէ մեկին վիրավորել ենք։ Բայց մենք եւ ներողություն խնդրում ենք Տիրոջը, Տեր Հիսուս ներիր։ Իմ ընծան ընդունիր, իմ աղոթքը ընդունիր։ Երեկվա խոսքն է։ Աղոթք ենք անում։ Խոսքը գալիս է, մենք սերմը ցանում ենք փշերի մեջ։ Եվ դրա համար էլ այդ սերմը երբեք մեր մեջ չի աճում, սիրելիներ։ Որովհետև առանց զղջալու, առանց ներողություն խնդրելու, առանց հաշտվելու, մենք շարունակում ենք Տիրոջից խոսք ունենալ, շարունակում ենք աղոթքներ անել, եւ դա չի լինի։ Դրանից առաջ, մինչև աղոթք անելը, մենք պետք է մոտենանք, վիրավորել ենք, մենք պետք է զղջանք եւ ներողություն խնդրենք, հաշտվենք։ Մեր հաշտությունը պետք է կայանա, որ մեր աղոթքը երկինքն ընդունելի լինի։ Որտեւ ավետարանը մեզ սովորեցնում է. Եթե դուք թողեք մարդկանց սխալները, երկնքում էլ ձեր սխալները պետք է թողվի, այսինքն եթե ներեք մարդկանց, երկնքում դուք էլ ներում պետք է ստանաք։ Եթե դու չներեք մարդկանց, երկնքից դուք էլ ներում չեք ստանա։
Այսինքն մենք այդ զղջումը չունենք, որովհետև մեր անձը կենթանի է, մեր հպարտությունը շատ բարձրացած է, մեր սիրտը խորում է մեր ճանապարհը, մենք մեզ տեսնում ենք արտար եւ դիմացինից լավ, դրա համար էլ մենք այդ կարգավիճակի մեջ ենք ու փոփոխություն չկա, գիշեր ցերեկ աղոթենք, չմտածենք երբեք թե մենք փոխվելու ենք, մինչև Աստծո ասած խոսքը մենք չանենք, մինչև հաշտությունը չանենք դրա հետ։ Հաշտվեցինք, երկինքը բացվելու է։ Հաճախակի նման բաներ ալինում։ Մարդուն վիրավորում ենք մի քանի մարդկանց առաջին, մարդիկ դա տեսնում են, մենք վիրավորում ենք նրան, մի քանի մարդկանց առաջին, ժողովրդի առաջին, հետո գնում ենք առանցին այդ մարդու մոտ, ասում ենք ներիր ինձ, ես սխալ եմ քո հանդեպ, եւ իմանում ենք թե ներողություն խնդրեցինք, եւ մենք ներումը ստացանք եւ հարցերը լուծված է ու մենք աղոթները շարունակում ենք, այդ ներումը չեղավ։ Քանի մարդկանց առաջ, որ մենք վիրավորել ենք որևէ մեկին, նույն այդ մարդկանց առաջ մենք պետք է զղջանք, որտեղ մենք մեղքը գործել ենք այդ մարդկանց առաջին, եւ դրա համար էլ այդ մարդկանց առաջին այդ զղջումը պետք է ունենանք, որ ներում լինի սիրելիներ։ Ահա պատճառը սրա մեջն է, որ մենք հավատքի ժողովուրդ այսօր հասկանում ենք ամեն բան, բայց ճիշտ ճանապարհը մենք մտածում ենք, մեզ այն մարդու տեղ ենք դնում, կարծես չենք էլ հասկանում։ Աստծո խոսքը մեզ ասում է, Տերը մեզ տանում այդ զղջման, այդ հաշտությանը, շատ անգամ մենք չենք ուզում ենք գնանք հաշտություն ունենանք, բայց մեր հպարտությունը թույլ չի տալիս, մեր բարձունքը թույլ չի տալիս, մենք շատ բարձրացած ենք, մենք շատ աջած ենք, մեր իմաստությունը, գիտությունը, մարդկային զարգացելը, հասելը չգիտեմ որտեղ, բայց Աստված այդ իմաստության գիտությանը չի հավանում, որտեղ այդ իմաստությունը եւ գիտությունը չի կարող երբեք ասում փառավորի։ Սասուն եղբայրը հիշեցրեց Մովսեսի մասին, 40 տարեկան էր Մովսեսը, 40 տարին դաստիարակվեց Փարավոնի տան մեջ, ունեցավ բավականին գիտություն, դաստիարակություն, ամեն բան ունեցավ Մովսեսը, բայց Աստված նայեց, որ այդ իմաստությամբ, այդ գիտությամբ Մովսեսը երբեք չի կարող Աստծո ժողովուրդ առաջնորդի։ Դրա համար Աստված տարավ Մովսեսին 40 տարի լեռների մեջ, դարձրեց հովիվ, անձամբ Աստված 40 տարի ինքը դաստիարակեց Մովսեսին եւ տվեց իր դաստիարակությունը, հենց պատճառը նա դարավ դաստիարակությունը, որ Մովսեսը կարողացավ ասուկամքը կատարել Իսրայել ժողովրդին հանել Եգիպտոսից սիրելիներ։ Մենք մեր իմաստությամբ, խելքով, զարգացողությամբ, հասկացածով մենք չենք կարող որևէ ժամանակ Աստծուն հաջել լինի։ Մեզ պետք է կենտանի Հիսուսի դաստիարակություն ունենանք։ Երկնքից եկած դաստիարակությունը մեզ կփոխի, մեզ կխոնարեցնի։ Եթե երկնքի դաստիարակությունը եկա մեր մեջ, Տիրոջ խոսքը, սիրելիներ, մենք խոնարհվելու ենք, իջնելու ենք։ Մենք պետք է իջնենք, որ Աստծո ճշմարտություն արտարությունը մեր մեջ բարձրանա։ Մեր մեջ այսօր սիրելիներ շատ-շատերին բարձրացած է մարդկային արտարությունը, մարդկային փառքը, մարդկային դիրքը, ամեն ինչը բարձրացած է։ Մենք պետք է իջնենք, որ Աստծո արտարությունը բարձրանա։ Եթե մենք չիջնենք, Աստծո արտարությունը չի բարձրանա մեր կյանքի մեջ, եղբայրներ, քույրեր, դրա համար Աստված այսօր բերել է մեզ այն վիճակի մեջ հասցրել, որ մենք պետք է անենք քայլը, ինչ որ Տերն է ուզում, հաշտվիր, զղջա, խոնարհվի, վիրավորելը հեշտ է, գոռալը շատ հեշտ է, դա ամենահեշտ տարբերակներից մեկը, կտրելը դա շատ հեշտ բան է, բայց կապել դա շատ դժվար է, դա պետք է անենք սիրելիներ, դրա համար էլ մենք կանգնել ենք, ինչ անենք, հարցը ինչ որ Աստված դրել է մեր մեջ, մենք դա պետք է լուծենք, որտեղ մեր քայլերը հաստատողը Աստվածն է։ Մեր սրդին են մեր խորհուրդները, տրամադրությունները սիրելիներ, դրա համար Աստծո առաջ որ պիտի լինենք, Աստված այս կյանքով է տանում, ու շատ անգամ մենք համաձայն չենք Աստծո հետ։ Ճիշտ է, շատ-շատերը ասում են, ես համաձայն եմ Տիրոջ հետ, Աստծո խոսքին համաձայն եմ, բայց մեր սրտերը երբեք շատ անգամ համաձայն չեն Աստծո հետ, որտեղ Աստծո խոսքը մարդուն տանում է մահվան ճանապարհին, զղջման, իսկ ոչ բոլորն են դա ուզում սիրելիներ, ոչ բոլոր մարդիկ այսօր ուզում են ազատ աստվածպաշտություն, ազատամտություն, ինչ որ ուզում են անեն, ինչ ուզում են քայլեն, որ ինչ ուզում են անեն, դրա հետ էլ Աստված պաշտեն։ Սա ամենահեշտ տարբերակն է, որ երբեք Աստծուն մարդը չի կարող հանդիպի, իսկ եթե մեկը հավանում է Աստծո խոսքին, Աստված մեզ տանում է մահվան ճանապարհ
ճանապարհի վրա է, իսկ մենք փախնում ենք այդ մահվան ճանապարհից իջնելուց։ Պողոս առաքյալը այդ վիճակի մեջ ընկավ, խղճալի մարդ տեսավին եւ Աստված իրան հանեց սիրելիներ։ Մենք գաղափարով կարող է համաձայնվենք Հիսուսի հետ, բայց մեր սրտերի մեջ ոչ։ Ինչքան խոստովանություններ լինի այսօր բոլորս տեսնում ենք մեր սրտերը։ Աստված չի կարող մեզ փոխի, Աստված մեկ ակնթարթում է փոխում, ուրեմն մենք պետք է հասկանանք ճիշտ դիրք ունենալ Աստծո առաջ։ Ինչի համար Իսրայել ժողովուրդը անցավ Հորդանան գետը, 4 ոտքով անցան։ Ինչի համար Աստված Հորդանանը բացեց, իսրայելացիները անցան Հորդանանով։ Հենց այնպես իսրայելայց էին դրա համար։ Դրա համար ոչ։ Հեսուի 3-րդ գլուխ եթե ուշադիր կարդանք, այնտեղ գրած է, եւ որ Աստված խոսեց Հեսուի հետ, ասավ ժողովրդի մեջ մտի եւ ժողովրդին ասա, թող իրանց անձերը սրբեն, եկուց հրաշքներ պիտի անեմ իրանց մեջ։ Եվ անց սրբելը որն էր, եւ որ Աստծո խոսքը կարտացին, բոլորը ոտքի կանգնեցին, Աստծո խոսքը հարգեցին, Տիրոջ օրենքը կարտացին ժողովրդի ականջներին, լսեցին այդ խոսքը, զղջացին, խոստովանություն ելացին, մաքրվեցին, սրբվեցին եւ Աստված նոր տարավ, առանց զղջալու, առանց մաքրվելու, առանց խոստովանություն անելու, նրանք կարային անցնել այդ ճանապարհը, երբեք չէին կարա սիրելիներ։ Դրա համար նրանք երբ որ այս կյանքի մեջ եղան Աստծո ասածը արեցին, դրա համար էլ Աստված Հորդանանը բացեց եւ իրանց 4 ոտքով անցացեց Հորդանան գետի միջով սիրելիներ։ Աստված մեզ ճանապարհ է տանում, բոլոր խոչընդոտները Տերը կբացի մեր առջև այն ժամանակ, երբ որ մեր սրտերը ուղենք Տիրոջ առաջ, հաշտվենք Աստծո հետ, մեր սրտի խորհուրդներին չխաբվենք, մեր ճանապարհներին չխաբվենք, որտեղ մեր ճանապարհը միշտ լավ ենք տեսնում։ Մենք միշտ մեզ դիմացինից բարձր տեսնենք որոշ տեղեր։ Եղել են շատ դեպքեր, տեղեր նստած նայել են, մարդիկա, որ նստած տեղ է, կանգնած տեղը նայում ես, ոչ մի բան ոչ խոսում է, ոչ էլ ասում է, իրա շարժումով, իրա վերաբերում ենք, զգում ես որ ամբողջությամբ տարված է իրանով եւ ինք ուզում է շրջապատի մեջ հեղինակություն, ուզում է շրջապատի մեջ աչքի երևա, որ բոլոր իրան տեսնեն, դա զգացում է, դա տեսնում ես, իրան ներկուսետ կյանքն է, Աստված ուզում է այդ վիճակից դուրս տանի մարդուն։ Իսրայել ժողովուրդը հաղթություններ ուներ, երբ որ սկսեցին պարտվել, նրանք հասկացան, որ ուխտի տապանակը իրան ձեռից առնվել է։ Երբ որ ուխտի տապանակը հասկացան, որ իրան ձեռից առնվել է, իրանք ինչ արեցին, գնացին եւ ուխտի տապանակը բերեցին Կարիաթարին։ 20 տարի ուխտի տապանակին պահապանություն արեցին։ Ուխտի տապանակի մեջ դրված էր 10 պատվիրանքները, Աստված որ Մովսեսին տվել էր, ոսկե սապարով մանանաներ, որ Աստված տալիս է երկնքից, եւ Ահարոնի գավազան էր ծաղկած, այսինքն փայտը ծաղկել էր, Հիսուս Քրիստոսի մահվան եւ հարության խորհուրդն էր։ Նրանք մտածեցին, որ դա իրանց մեջն է, ել վաղ պետք չունենան։ 20 տարի տապանակ իրանց մեջն էր, բայց իրանք վախենում են փղշտացիներից։ Սամվել եկավ իրանց ինչ ասեց։ Ասեց, եթե ձեր սրտերը պատրաստել եք Աստծո համար, ասում է, եթե ձեր սրտերը պատրաստել եք եւ դուք ամբողջ սրտով դարել եք Աստծուն, ձեր մեջից հանեք բոլոր կուրքերը եւ ձեր սրտերը պատրաստեք միմիայն Աստծո համար։ Տեսեք ինչ ասում, դա առաջի թագավորած 7-րդ գլուխ 3-րդ խոսքներ ասեցի, առաջի թագավորած 7-րդ գլուխ 3-րդ խոսքներ։ Եթե դուք ամբողջ սրտով դարել եք Աստծուն, ձեր մեջից հանեք բոլոր կուրքերը եւ ձեր սրտերը պատրաստեցեք միմիայն Աստծո համար։ Ժողովուրդը ինչ որ լսեցին, արեցին, խոստովանություն արեցին, կուրքեր հանեցին եւ չէին վախենում։ Եվ եղավ մի պահ փղշտացին եկան եւ Իսրայել ժողովրդին գրավեցին։ Եվ որ նրանք տեսան, որ պարտում են, ասեցին Սամվել, հիմա էլ մեր համար անդադար աղոտ կարա։ Այսինքն անդադար աղոտ կարա, որ փղշտացիները մեր վրա չտիրեն։ Այսինքն Աստված նայում է մեր սրտերին, որ մեր սրտերի մեջ շատ բաներ կա սիրելիներ, ինչքան կուրքեր կա, կուրքեր կարող է մարդու կյանքի մեջ լինի։ Ինքը, անձամբ ինքը, որ ինքը բոլորին իրան լավ է տեսնում, ունեցվածքը, մարդու համար կուր կարող է լինի իր մեքենան եւ ամեն ինչը։ Վերջերս մի քույրիկ երազ էր տեսել մի բլերի վրա, այնպես մի հատ կրատուն կա սարկած, երազով տեսնում է այդ սարի վրա, մենակ այդ կրատունը չի, մեծ կրատունի քաղաք է սարկած, մեծ քաղաք է, բոլոր այդպիսի կրատներ։ Եվ երազի մեջ ասում է, այս սարի վրա, այս կուրկի քաղաքը որտեղից, երկնքից ձայն է լսում։ Այդ կուրկի քաղաքը սարի վրա չի, այդ քաղաքը իմ ժողովրդի սրտերի մեջն է, որ մարդիկ պետք է ազատագրվեն։ Եվ դրա համար մենք պետք է խորենք։ Հնարավոր բան չի, մեր մեջ ազատագրված լինի եւ մեր ներսը ճնշված լինի։
Աստուխոսն այդպեսին ասում սիրելիներ, որ մենք կարողանանք Տիրոջ առաջներ, ինչպես ավետարանը խոսում, ինչպես Տերն ասում մեզ, մենք պետք է դառնանք Աստծո կամքին համաձայն, Տեր թող քո կամքը լինի։ Լեզվով ասում ենք քո կամքը լինի, բայց մենք սրտով մեր կամքն ենք անում սիրելիներ։ Դրա համար մենք պետք է կարողանանք այսօր Աստծո առաջ լինենք եւ մենք մեր հոգու մեջ ամբողջությամբ Հիսուսին դառնանք։ Եվ վերջինը, որ ուզում եմ ես ասեմ, դա Եղիայի մասին էր, որ Եղիան էլ մի վիճակի մեջ ընկավ։ Դա մենք կարդում ենք 3-րդ թագավորաց 19-րդ գլուխ առաջի խոսքերից է։ 3-րդ թագավորաց 19-րդ գլուխ առաջի խոսքերից է։ Երբ որ Եղիան Բահաղի բոլոր կուրքերը ջարդել էր, Բահաղի մարգարեներին կոդորել էր, Աքաբ եկավ իր կնոջ Եզաբելին ասեց, Եզաբելը պատգամավոր ուղարկեց Եղիայի մոտ եւ ասեց, որ վաղը այսպես պիտի լինի քեզ, եւ Եղիան ասում է, ինքը իրան ազատելու փախավոր դեղ։ Դեպի Բերսաբե փախավ, գնաց։ Հիմա ուշադրություն դարձնենք ստեղ։ Եղիան փախնում է Տիրոջ առաջ, ասենք Տիրոջ արտելն է, Եզաբելի երեսից փախնում է։ Աստծո աչքերի առաջ է։ Եղիան գալիս է մի գիհի ծառի տակ եւ սրտանց ուզում է մեռնել։ Ասում է Եղիան եկավ մի գիհի ծառի տակ, սրտանց ուզեցա մեռնել։ Այդ գիհի ծառը ես մետեղ կարտացի, ինչ ծառ է դա։ Այդ գիհի ծառը ունի դառ արմատներ։ Երբ որ մարդ այդ դառ արմատները շնչում է, շնչելով նա քնում է։ Որ քնեց այլևս չի արտանա, այդպես քնած մնաք մահանամ։ Եվ Եղիան դա գիտեր։ Հենց եկավ այդ գիհի ծառի տակ։ Եվ սրտանց ուզեցավ մեռնել։ Բայց Տիրոջ հրեշտակը կբավ Եղիային եւ ասեց վեր կաց, ահա քեզ նկանակած եւ մի կուշ ջուր, կեր խմի եւ ճանապարհը շարունակի։ Եվ Եղիան 40 օր գիշեր ճանապարհ գնաց մինչեւ Քորեբ սարը, այսինքն դա Սինայի լեռնն է, որտեղ Աստված Մովսեսին տվել էր բոլոր պատվիրաները։ Քորեբ դերան վրա էր, որ ջուր տվեց ժողովրդին խմելու, տեսեք ուր է ուղարկում Եղիային։ Եղիան գնում է այնտեղ, կարծես լավ տեղ է, եւ Աստված այնտեղ հանդիպում է Եղիային։ Եղիա, ինչ ունես այստեղ։ Ինչ ասում Եղիան։ Ասում է բոլոր մարգարեներին սպանեցին, ես մնացել եմ մենակ Աստծո նախանձավորությունն եմ, դրա համար ես եկա այստեղ։ Հիմա սիրելիներ, Աստծո պատասխանը մենք լսենք։ Եղիային հարց է տալիս. Ինչ ունես այստեղ դու Եղիա։ Ետ դարձի այն ճանապարհով անապատով, քո եկած ճանապարհով ետ դարձի։ Հիմա ուշադիր լսենք այս խոսքը։ Աստված կանգնած այնտեղ, որտեղ Եղիան է։ Եղիա ետ վերադարձի այն ճանապարհով, որ դու եկել ես, անապատի ճանապարհով։ Եվ ասում է, երբ որ գաս, այսինքն որտեղ Տերն իր ներկայությունը որտեղ է։ Երբ որ գաս, այսինքն Աստված որտեղ էր Եղիային սպասում։ Որտեղ որ Աստծո ասած տեղն էր։ Երբ որ գաս, Եղիսեին քո փոխարեն մարգարե օծիր։ Մենք էլ ունենք նախանձավորություններ, բայց շատ դեպքերում մեր նախանձավորությունը հնարավոր է Աստծո կամքի համաձայն չլինի։ Եղբայրներ, քույրեր, վիճակներ կա, որ մենք բողոքում ենք։ Հիսուս այսօր քեզ էլ կասի, որտիս ինչ բան ունես այստեղ, ինչ ես պատասխան տալու։ Հիսուս կասես վիճակի մեջ ինչ գործ ունես, հիասթափված եմ, հիասթափված վիճակի մեջ ինչ բան ունես դու։ Ես հոգնել եմ այս կյանքից, ասում ես վիճակի մեջ ինչ գործ ունես դու, ինչու ես դու այստեղ։ Եթե դու ուզում ես այդ վիճակի մեջ տարակուսանքի մեջ, միևնույն Աստված քեզ ասում է վերադարձի։ Խոսքը դրել եմ սրտիդ մեջ, ունես զորություն, վերադարձի այնտեղ, որտեղից դու եկել ես, վերադարձի զղջման տեղ, այսինքն արի այնտեղ, որտեղ ես եմ։ Երբ որ մենք այս վիճակից վերադառնանք Տիրոջ առաջ, եւ մենք զղջանք այդ վիճակի մեջ, Աստված մեզ ազատագրելու է, եղբայրներ, քույրեր։ Որովհետև թշնամին մի հզոր պատերազմ այսօր հավատքի ժողովրդի նկատմամբ հայտարարել։ Նա արձակուրդ չունի, նա հանգստի ժամ չունի։
Գիշեր ու ցերեկ ամեն վարքյան անդադար մտքերը խփում է շատերին եւ շատ հոգեվորներ ճիշտ հասկանալով Աստծո խոսքը նրանք ընկնում են տգար վիճակների մեջ մարդուն միտք աբերում եւ մարդ մտածում սկսում է իր բռնվել այդ միտքը սկսում է գոռալ ինչու համար են այս մտքերը գալիս ես ուզում եմ ազատ դրվել եւ թշնամի խփում է դրանով այսինքն ինչ պետք է հասկանանք սիրելիներ մենք չենք կարող ասենք թե մենք իշխանություն ունենք իր վրա որ մեզ մտքեր չբերի բայց մենք իշխանություն ունենք նրա վրա բերած մտքերը չընդունելու նա անդադար մտքեր պիտի բերի ոչ մեկը չմտածեք թե դες այլևս նա մտքեր պիտի չբերի նա անդադար մտքեր պիտի բերի բայց մենք մեր սրտերը պիտի քննենք եթե ինչ միտք որ ինք բերել է քննի քո սիրտը դու համաձայն ես իր բերած մտքին քննի քո սիրտը դու հավանություն տալիս ես դրան եթե հավանություն ենք տալիս մենք մեղքի մեջ ենք բայց եթե այդ միտքը եկել է ու նայում ես քո սրտին որ դու ընդհանրապես դեմ ես այդ բանին քո սրտի մեջ չկա դու փառավորի եւ ուրախացի Հիսուսով նա այդ մտքերը բերում եւ շատ շատերին կործանում է խափում է սրանով շատ հոգիների մարդիկ էլ տարապում են այս մտքերի չեմ կարող ազատագրել նա պետք է բերի հեղեղի նման մեր սրտի մեջ նայենք մենք այդ մարդն ենք թե այդ մարդ չենք սրտի մեջ միտք է բերում գնա գողություն արա բայց դու երբեք այդ մտքին համաձայն չես միտք եկավ դա չի նշանակում որ դու այդ մարդն ես սերներ այս վիճակից մենք պետք է ազատագրվենք Եթե հասել ենք մի վիճակի մեջ, այո, նա կարա այդ մտքերը բերի, մենք պետք է ազատագրվենք ամեն բաներից, հաշտվենք, ինչ որ ունենք, մարդկանց դեմ բան ունենք, պետք է հաշտվենք, ադելություն կա, պետք է հարցերը լուծենք, ամեն հարց պետք է լուծենք, որ մեր հայացքը կարողանանք ուղիղ Տիրոջ առած դարձնենք, այս ժամանակ Աստված մեր աղոթները պետք է լսի, դրա համար հիմա պաշտամունքի եք, 10 օր ստեղ եք, ուրախությամբ, զվարճությամբ, ինչքան եղել հանկավան եք եղել, չէ՞, հիմա թշնամին քանի մտքեր այսօր վախեցրել Հələ սպասի դու ուրախության մեջ ես, օրնություն ես վայելել, հələ սպասի մի քանի օրից հետո, հələ դուրս արի տուն տես նույն վիճակի մեջ կընկնես ու շատերը վախենում են, չէ՞ դեն։ Դա սխալ բաներ է։ Նա մտքեր է բերում վախեցնի մարդկանց։ 10 օր լցվում ենք Տիրոջ խոսքով, օրնությամբ լցվում ենք։ Մի ադելությունը, մի սխալ վարվելը, այդ ինչ որ կա մեր սրտի մեջից ինչ անում։ Հանում տանում է։ Հովանեսի թղթերի երկրորդ թղթի 8-րդ խոսքն է։ Հովանեսի թղթերի երկրորդ թուղթ 8-րդ խոսքը, որտեղ Հովանեսի երկրորդ թուղթը մի գլուխ է։ 8-րդ խոսքը ուշադիր կարդանք։ Զգուշ կացեք։ Այն ինչը որ վաստակեցիք, չկորցնեք։ Այն բոլոր օրհնությունները եղբայրներ քույրեր որ դու այսօր այստեղ վաստակեցիք, ստացաք Տիրոջից, լեցվեցիք Տիրոջով, զգուշ կացեք, չկորցնեք։ Մի սխալով, մի ադելությամբ, այդ ամեն ինչը հոսում է ձեզանից։ Մի քույրիկի հետ խոսում էինք, ինք ասում է մի անգամ սխալ ես պետք է գործեի, ես գիտեի որ դա սխալ է, ես պետք է դա չանեի, բայց իմ հաբարդությունը թույլ չտվեց, գնացի գիտակցաբար այդ սխալին, գնացի այդ բան ասելու։ Եվ որ ասում է այդ ժամանակ այդ մեղքը գործեցի, ասեցի, ես լրիվ զգացի, թե իմ մեջից ինչպես հոսեց գնաց ամեն օրնություն եւ ասում ես դատարկ մնացի եւ երկար տարիներ, քանի տարիներ ասում է այդ օրնությունը չէր վերականգնում իմ կյանքից մեջ, ասում է ամեն բան ինձանից գնաց, այսինքն թշնամին գիտի, այն ինչ որ մեր մեջն է, սխալ գործելով մենք կորցնում ենք բոլոր օրնությունները սիրելիներ, դա համար մենք լուրջ լինենք Աստծո առաջ, լրջանանք, եթե բոլորս ինչ վիճակի մեջ որ հայտնվել ենք, սիրելիներ, մենք վարվենք Աստծո խոսքով, Աստծո կամքի համաձայն, որևէ մեկին վիրավորել ես Գնա հաշտվի, նոր աղոթները շարունակի, սխալ ես արել, զղջա խոստովանվի, ազատագրվի եւ արգելքը պետք է քանդվի։ Ամեն զղջման ժամանակ արգելքները քանդվում է ու մեր եւ Աստծո միջև հաղորդակցությունը սկսում է ու մենք պետք է հաղորդ լինենք Աստվածային զորության հետ սիրել։ Ահա պատճառը սա է որ շատ հոգեվորներ մտածում են ինչու եմ ես վիճակի մեջ, ինչու այսպես քննենք մեր սրտերը ու շատ բան դուք կգտնեք այսօր ձեր սրտերի մեջ։ Սուրբ ոգին բոլորիդ կբացի այսօր ու կտեսնեք ինչ վիճակի մեջ է կանգնած սիրելիներ։ Ու դրա համար մենք շատ բաներ կարող մտածենք ու չգտնենք, բայց այսօր աշխարհասիրությունը պատում ամբողջ աշխարհին, աշխարհը հոսում է, տգար մարտեղան, աշխարհը հոսում է ժողովրդի մեջ։ Տիտոսի գիրքը կարդում ենք Պողոս Արաքյալը Տիտոսի նամակ է գրում, 2-րդ գլուխ 12 խոսքի մեջ։ Այնտեղ էս խոսքերն ասում, Տիտոս 2-րդ գլուխ 12 խոսքի մեջ։ Ուրացեք ամբարշտությունը, ուրացեք աշխարհասիրությունը եւ խոհեմությամբ վարվեցեք Աստծո առաջ եւ սպասեք այն խոստմունքի հույսին, որ դուք
կանգնած սպասում ենք։ Այսինքն սիրելիներ, մենք երբ որ սպասում ենք Տիրոջ գալը, հույսին խոսում են սպասում ենք, մենք պետք է ուրանանք ամբարշտություն, այսինքն անմակրությունը, բոլոր սխալները պետք է թողենք, այս աշխարհի ցանկությունները, ամեն բան ուրացած պետք է լինի, մենք պետք է մեռնենք աշխարհի համար, որ կենտանի լինենք Քրիստոսի համար, եւ այն ժամանակ մենք կարող ենք խոհեմությամբ Աստծո առջև վարվել, Աստծո կամքի համաձայն վարվել, եւ մենք կսպասենք այն երկնային հույսին, որ Տեր այդ ողորմությունը պետանի, փառք մեր կենտանի Աստծուն սիրելիներ, Աստված թող մեզ զորացնի եւ լեցնի, որ մենք հասկանանք, ահա ինչն է պատճառը, որ շատ-շատերս բողոքում ենք մեր վիճակներից ու դուրս չեն կարող գալ։ Նայենք մեր սրտերին, զղջանք, հանենք այդ կուրկերը մեր սրտերի մեջից, այդ հաշտություններն ունենանք, հաշտվենք բոլորի հետ եւ այդ օրհնությունը գիշնի մեր կյանքի մեջ։ Փառավորվի Տերը սերներ։ Մենք հիմա աղոթքի պիտի կանգնենք։ Տիրոջ առաջ սրտանց գանք Հիսուսի առջև սիրելիներ։